որդուր մեզ այսօր եւ թող մեզ սպարտիս մեր որպես եւ մեկ թողուք մերոց պարտաբանած եւ մի տանիրս մեզի փորձություն այլ փրկիած մեզի չարե զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառքավիտյանս ամեն ըս գործը զերած մերոց ուղիղարայի մեստեր եւ ըս գործը զերած մերոց հաջողյա մեզ ամեն Վերջին ամիսներին մեր բոլորիս ուշադրության կենտրոնում մեր բանակն է, հայ զինվորն է սահմանին կանգնած եւ բոլորիս էլ ակնհայտ է, թե ամբողջ մեր հասարակությունը որքան պատրաստական եւ ուշադրությամբ հետևում է զարգացումներին, մանավանդ սահմանում տեղի ունեցող իրադարձություններին եւ յուրաքանչյուր մարդ փորձում է իր մասնակցությունը, աջակցությունը բերել հայրենիքի պաշտպանության եւ մեր անվտանգության կարծում եմ սրբազան գործին։ Բայց այդ ամեն ինչից զատ եւ այդ ամեն ինչից առաջ Արարատյան հայրապետական թեմում ձևավորվեց մենք մեր կողքին ենք, մենք մեր զինվորի կողքին ենք ծրագիրը, որը շուրջ արդեն 3 տարի գործում է եւ այս անգամ երրորդ անգամ է, որ այս ծրագիրը իրականացվում է, ծրագրի ամբողջ նպատակը եւ իմաստը այն է, որ հավաքվում է 50 միլիոն դրամ անհատ եւ նաեւ այն բարերարների կողմից, ովքեր որ չեն ցանկանում իրենց անունները որևէ կերպ հրապարակվի եւ այդ գումարը ուղղվում է հայոց բանակին, մեր զինվորներին։ Այս տարի երրորդ անգամն է, որ արդեն պիտի ծրագիրը իրականացվի, թե ովքեր են ընդգրկված ծրագրի մեջ, Շուշանը ավելի մանրամասը կներկայացնի, ես պարզապես ուզում եմ ընդգծել, որ այս մենք մեր զինվորի կողքին ենք ծրագիրը ծնվեց Սուրբ Սարգսի տոնին, երբ որ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Սրբազանը մտածեց, որ ավելի բացի այն, որ մեր զինվորները զուտ միջոցառումներին մասնակից լինելով Սուրբ Սարգսի տոնակատարություններին զուտ ֆիզիկական մասնակցությունից զատ, նաև փորձ արվի զինվորներին ինչ-որ կերպ ավելի շոշափելի օգնություն եւ օժանդակություն բերել եւ այդպես մտահղացավ այս ծրագիրը եւ արդեն երրորդ տարին է, որ այն կյանքի է կոչվում։ Իհարկե այս տարի մենք մեր զինվորի կողքին ենք ծրագրի մեջ անմասն չեն ապրիլյան պատերազմի զինվորները, զոհված զինվորները եւ բնականաբար անկախ ամեն ինչից այս 3-4 վերջին տարիների ընթացքում հատկապես թեմում ձևավորված, ծնված տարբեր ծրագրեր հենց նպատակ ունեն զորակից լինելու մեր զինվորներին եւ զոհված զինվորների ընտանիքներին եւ վիրավոր զինվորների ընտանիքներին եւ նաեւ այն զինվորներին, ովքեր այս պահին սահմանում կանգնած իրենց ծառայություն են բերում մեր հայրենիքին։ Մի փոքր ավելի մանրամասն ներկայացնեմ հայոց բանակին եւ հայ զինվորին ուղղված թեմի բարեգործական ծրագրերը։ Ուրեմն հայոց բանակը եւ հայ զինվորը մշտապես եղել են թեմի բարեգործական ծրագրերի ուշադրության կենտրոնում։ Եվ հայոց զինվորին եւ բանակին ուղղված մի շարք ծրագրերից կցանկանայի առանձնացնել Արարատյան հայրապետական թեմում արդեն երրորդ տարին, երրորդ անգամ իրականացվող մենք մեր զինվորի կողքին ենք բարեգործական ծրագիրը։ Ծրագիր, որի նպատակն է աջակցել իրենց կյանքն ու առողջությունը հանուն հայրենիքի նվիրաբերած զինծառայողների, զինվորների ընտանիքներին։ Նախորդ 2 տարիների ծրագրերում ընդգրկվել են ուրեմն 662 ընտանիքներ։ Ինչպես արդեն Տեր հայրը նշեց, յուրաքանչյուր տարի 50 միլիոն դրամ է բաշխվել, այսինքն 2014 եւ 2015 թվականի ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ կապված 662 ընտանիքների բաշխվել է 100 միլիոն դրամ։ Կուզեմ առանձնացնել եւ նշել այն խմբերը, որոնք նախորդ 2 տարիների ծրագրերի շրջանակներում աջակցություն են ստացել։ Դրանք ուրեմն զինծառայողների ընտանիքներն են, որոնք ունեն միաժամանակ 2 եւ ավել զինծառայողներ ծառայող բանակում, զոհված զինծառայողների ընտանիքներն են եւ առաջին, երկրորդ եւ երրորդ խմբի զինվորական հաշմանդամներ։ Ուրեմն այս տարի եւս վեհափառ հայրապետի օրհնությամբ եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ arczepiskopos Կճոյանի նախաձեռնությամբ եւ ջանքերով կյանքի է կոչվելու մենք մեր զինվորի կողքին ենք բարեգործական ծրագիրը։
Այս տարվա ծրագրի շրջանակներում նույնպես 50 միլիոն դրամ է նախատեսվում բաշխել, ուրեմն 2015 թվականի հունիսի 1-ից մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը հակառակորդի հետ շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև 2016 թվականի ապրիլի 2-ից 19 ընկած ժամանակահատվածում ԼՂՀ պաշտպանության գոտում մարտական գործողությունների ժամանակ, ինչպես նաև հրադադարի խախտման հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին։ Ի տարբերություն նախորդ 2 տարիների ծրագրերի, այս տարվա մեր ծրագիրը իրականացնում ենք ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում և Լեռնային Ղարաբաղը նույնպես ընդգրկված է մեր ծրագրում։ Նշեմ, որ 2014 և 2015 թվականի ծրագրերը իրականացվել են միայն Արարատյան հայրապետական թեմի տարածքում, որը, ինչպես գիտեք, ընդգրկում է Երևան քաղաք և Արարատի մարզը։ Ուրեմն բոլոր 3 ծրագրերի շահառուները մեր մոտ ցանկը կազմվել է Պաշտպանության նախարարության կողմից տրամադրված ցուցակների համապատասխան։ Այս տարվա դրամաբաշխությունը նախատեսում ենք սկսել հունիսի 17-ին առաջնորդանից Սուրբ Սարգիս եկեղեցում իրականացվող հոգեհանգստի կարգով։ Այդ միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի Հանրապետության տարածքում զոհված, Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված 78 զինծառայողների ընտանիքներ, երկրորդ միջոցառումը տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվող միջոցառման մասնակից կլինեն այնտեղ հաշվառված 22 զոհված զինծառայողների ընտանիքներ։ Այսինքն ընդհանուր թվով 2016 թվականի ծրագրի շրջանակներում 100 զոհված զինծառայողների ընտանիքներին կբաշխվի 50 միլիոն դրամ, այսինքն 500,000 դրամ յուրաքանչյուր ընտանիքի։ Նավասարդ arczepiskopos Տետրան անձամբ որևէ այսպես նվիրատվություն արել է ինչ-որ Նավասար Սրբազանը ամեն օր իր նվիրատվությունը մշտապես տարբեր առիթներով, տարբեր մեր ծրագրերի մեջ միշտ իր նվիրատվությունը արկա է։ Առանց դրա հնարավոր չի պատկերացնել որևէ բարեգործական ծրագիր, որ թեմը իրականացնում է։ Նեցեք, իսկ մինչև այս ապրիլյան պատերազմի հետ կապված այդ 50 միլիոնը, որ դա Արարատյան հայրապետական թեմի ճյուղերն էին, հավաքում, թե կարելի ասել դա ընդհանուր ծրագիրը, որ գործում էր 14-15 թվականներին մինչև դեպքեր են, ինչպես էր գործում, ասենք, ովքեր էին մասնակցում։ Շահառուները դրամը հավաքվում էր հիմնականում Արարատյան հայրապետական թեմի հավատացյալների կողմից, որոնց անունները անկեղծորեն նույնիսկ ես չգիտեմ, ովքեր են այդ մարդիկ։ Իսկ այս տարի ավելի շուտ հավաքվեց այդ գումարը, թե անցած տարի։ Այո, այս տարի ավելի շուտ հավաքվեց, դա բնականաբար նաև նպատակը այն էր, որ նախապես մենք կարողանանք այդ գումարը ամբողջական ունենալ, որպեսզի ծրագիրը ըստ հավուր պատշաճի կարողանանք կազմակերպել։